Դրա համար ասում է, չես կարող նաև այսօրվա խոսքը երկու տերերի ծառայել, փողին եւ Աստծուն։ Անհնար է, եթե մեկը փողը շատ սիրում, ինքը չի կարող Աստծուն սիրել։ Եթե մեկը փողը սիրում, ինքը իր ընտանիքը չի կարող գնահատել։ Եթե մեկը փող է սիրում, ինքը չի կարող մաքուր անարատ սեր ունել այս կյանքի մեջ եւ վերջապես հասնել Աստված ճանաչողության։ Կամ Աստծուն պիտի սիրես, կամ փողը։ Ընտրությունը այս քոնն է։ Դեր այդպես է ասում, քո առջև երկու ճանապարհ եմ դնում՝ կյանքի որդնության ճանապարհը եւ մահվան ու անեծքի ճանապարհը։ Ասում է, բայց լավ կլինի, որ դու ընտրես կյանքի որդնության ճանապարհը։ Քեզ հուշում է, որը ընտրես այս աշխարհի մեջ։ Բայց մենք շարունակում ենք երկու ոտքով կաղալ, ոչ միտեղ չհասնել այս կյանքի մեջ։ Դրա համար, երբ որ ժամանակը գա, սիրելիներ, մենք պիտի սարսափենք։ Հիմա է մեր փրկության ժամանակը։ Մեր կյանքը, մեր ժամանակը, մեր ողորմությունը, մեր ընտանիքը, մեր առաքինությունը, ամեն բան դնել Տիրոջ ձեռքերի մեջ, որպեսզի Տերը առաջնորդի դեպի փրկության։ Որպեսզի երբ որ կանչի հաշվետվության, մենք ոչ թե վախենանք, ընկնենք, մուրանք, մարդկանց խնդրենք, մեզ օգնեք, այլ հակառակը Տերը գա մեր հաշվետվությունը պահանջելու, մենք էլ մաքուր խղճով հանենք ու տանք, ասենք Տեր, ինչպես պատարակի ժաման ենք ասում, քոնը քեզ ենք վերադարձնում։ Այսինքն մեր կյանքը, որ քեզ էր պատկանում, մեզ էր տվել օգտագործելու համար, մաքրությամբ, ապահով, առանց վնասվելու վերադարձնում ենք քեզ եւ թույլ տուր քո ուրախության մեջ ապրենք եւ արարենք այս աշխարհի մեջ։